Եվ այս պահին պետք է առաջարկեմ բոլորս միասին լսնենք գավաթները, մեր ուրախությունը, մեր հանգիստը, մեր խաղաղությունը եւ այսօրվա գեղեցիկ երեկոն պահող ու պահպանող հայ զինվորի, հայոց հաղթանակած բանակի պատվին բաժակ բարձրացնենք։ Ցելի ներկաներ հարգարժան հյուրեր իհարկե խոսելով հայոց բանակից, չեն կարող նորից չանդրադառնալ 2020 թվականի չարաբաստիկ օրերին, այն օրերին, երբ ազգովի անցանք ցավալի օրերով, դժոխային ապրումներով, ծանր էր իհարկե բոլորիս համար։ Ազգի լավագույն տղաները, ովքեր նրանցից շատերը պետք է այստեղ գտնվեին եւ ուրախությունը կիսեին նորապսակների հետ, նրանցից շատերը չկան, մեզ հետ չեն։ Երևի տարիներ էլ անցնի, այս ցավը մեր սրտից կսպիանա, բայց չի վերանա։ Շատ տղաներ չկարողացան վերադառնալ տուն, որպեսզի նրանց մայրերը նրանց ամուր գրկեին։ Շատերը չկարողացան վերադառնալ, որպեսզի իրենց երջանիկ կեսին այդպես էլ տեսնեին։ Շատերը այդպես էլ չգրկեցին իրենց զավակներին, չհասցրեցին դառնալ հայր։ Եվ արդյունքում մենք կորցրեցինք ազգի լավագույն տղաներին, իսկապես լավագույններին։ Լավագույններից էր շատ սիրելի, երջանկա հիշատակ իհարկե նա կենդանի է բոլորի սրտերում, շատ սիրելի Հարություն Սուքիասյանը, ով այստեղ կգտնվեր եւ իհարկե մի լավ կուրախանար իր հորեղբոր որդու թագ ու պսակով, հազար փառք նրանց։ Եվ այստեղ տեղին է հիշել մեծանուն պարոն Սևակի տողերը, որ ասում էր. ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։ Ախ երանի թե ես այնպես մեռնեմ, որ դու ինձ սքաս։ Իսկապես սուքը մեղմ է ասված այս ամենի համար։ Սիրելի ներկաներ, պետք է բաժակ բարձրացնենք մեր զինվորների հայոց հաղթանակած բանակի պատվին։ Ասում են հայրենասիրությունը քաղաքակիրթ մարդու ամենաբարձր առաքելություններից է։ Կարագի նժդեհն ասել է հայրենասիրությունը մարդկային առաքինությունների թագն է։ Բոլորս միասին բաժակ բարձրացնենք ավարայրի ճակատամարտից մինչև Արցախյան երկրորդ պատերազմ բոլոր հերոսների համար։ Մասնավորապես պետք է բաժակ բարձրացնենք հայոց հերոս մայրերի պատվին, ովքեր երբեք ու երբեք իրենց զավակներին չեն խնայել հայրենիքի պաշտպանության գործում։ Բաժակ բարձրացնենք այն տղաների համար, ովքեր հենց այս պահին են դեմքով կանգնած են թշնամուն ու թիկունքով կանգնած են հայրենիքին։ Մեր ազգը իսկապես շատ ու շատ հերոսներ է ունեցել։ Մենք Մոնթեներ, Ուրֆանյաններ, Աբաջյաններ, Վազգեն Սարգսյան, Վարդան Ստեփանյան ու շատ հերոսներ ենք ունեցել, սակայն մեծանուն Մոնթեն ասում էր. ինձ բաժակով մի գողեք, իմ գործը շարունակեք։ Վստահ եմ, այստեղ շատ հերոսներ կան ու դեռ պիտի ծնվեն։ Եվ հայ օջախում թագ ու պսակ լինելով ամեն օր հայ հերոսներ են ծնվում, փառք ու պատիվ հայ զինվորին, այն տղաներին, ովքեր ցուրտ է շոկ, ամարդ է ձմեռ, պահում ու պահպանում են մեր սուրբ հողն ու արյունով գնված շքնաղ երկիրը։ Հազար փառք ու պատիվ այն քաջորդիներին, ում արյան գնով կերտվեց ու հաստատվեց մեր պետականությունը, անկախությունը եւ այսօրվա խաղաղությունը։ Իհարկե ցավը սրտերումս, բայց հաղթական ծափարություններ հնչեցնենք հայոց բանակի բոլոր զինվորներին, որովհետև հայ զինվորը չի պարտվել։ Եթե չկա միջավայր, գտած նամակողս, ադիվում նույնս ասաց, և նույն պահին են դեռացավ, բայց հետ չեկավ, անմահացավ։ Կյանքս գտամ հայրենիքից, հոգիս ասում, պատիվսից, զենքս որդուսիս սերս, այրերի գտա Պարտայաց բարի ժպի Վերջի խոսքեր ատիվում է
Իվրիական մասիսի պես, դուք միշտ իզակ, հայոց տանել, պատիվում է։ Հաշվիկովքի զեքարուսի, կայլով է զում կրուն է մեզ, ով թշնամին չնկատի նրա։ Նայում է վստահ նրա քայլի, նրա հացվի սում հայացքի, դողդողա մեր կարավով հոսողը։ Կյանքս նրա հայրենիքից, հոգիս ասում պատիոսից, զերքս ոտուսից ձերս մայրերի կտա։ Պատայած Պարիժովի, վերջի խոսքե ատիվում է, Իվրիական մասիսի պես, դուք միշտ օգում, հայոց մաներ պատիվում է։ Հրախոս է ուշի պայթին, էյողիջա կա լրուսում, առաջադրակը տանարված է։ Արդյունքով է պատասում, նամանել ձեր խոսեր այգու, աղ չգիտեք, Ֆրանսիուս ու պատրես, ճախս գտամ հայրենիքից, հոգիս ասում, պատիվոսից, զենքս ոտքուսից ձերս, հայրերի կտամ, պատայած Պարիժովի, վերջի խոսքեր պատիվում է, Իվրիական մասիսի պես, դուք միշտերոց, հայոց մաներ պատիվում է։ Մայրը կգնաց, նայում էր մեզ, հարցրեց տղուր, աղոնց անեմ, նրան կոծրի, բայց մեզ ու մեզ, պատիվում եմ, այրը լսեց, խոսքերը մեր, ուղեց հրվում, հայացքս էր, ուրեմն, այսպես էր պետք, պատիվում եմ։ Կյանքս գտամ հայրենիքից, հոգիս ասում, պատիվսից, զենքս որդուսիս սերս, մայրերի կտամ, պատայած Պարիժովի, վերջի խոսքեր պատիվում է, Իվրիական մասիսի պես, դուք միշտերոց, հայոց մաներ պատիվում է։ Եվ զվեկական բոլորս միասին, այս ինվորներին հայոց բանակին ծոպը արեք բացը, հարքում ապիվ հայոց բանակին։ Հոգիս ասում, պատիվսից, զենքս որդուսիս սերս, մայրերի կտամ, պատայած Պարիժովի, վերջի խոսքեր պատիվում է, Իվրիական մասիսի պես, դուք միշտ իզակ, հայոց մաներ պատիվում է։ Դուք միշտ հերոս, հայոց մայրեր պատիվում